Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծման սահմանափակումները ժամանակավորապես կասեցնելով ևս երկու հայկական ընկերության արտադրանքի հավաստագրումը մինչև նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը, հայտնել է Ռոսսելխոզնադզորը։ Այսպիսով փաստացի դադարեցվում են Հայաստանից ձկնամթերքի բոլոր ներմուծումները։ Գործակալությունից նշել են, որ համագործակցում են հայկական կողմի հետ ռուսական շուկա մատակարարելու համար նախատեսված ձկան եւ ձկնամթերքի անվտանգությունն ապահովելու համար։ Վենեսուելայում հունիսի 24-ի երեկոյան միմյանց հաջորդող 7.2 և 7.5 մագնիտուդով երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, 4300 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարությունը։ Մայրաքաղաք Կարակասում եւ մոտակա Լա Գուայրա ծովափնյա քաղաքում շենքերի փլատակներում մնացած մարդիկ օգնության են կանչում։ Որոնողափրկարարական աշխատանքը շարունակվում է։ Վենեսուելայի ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ վնասվել կամ փլուզվել է 250 շենք, որոնց մեծ մասը Լա Գուայրայում։ Կարակասի մոտ գտնվող երկրի գլխավոր միջազգային օդանավակայանը փակ է մնում լուրջ վնասների պատճառով։ Երկրին արդեն օգնություն են տրամադրել Միացյալ Նահանգները եւ Մեքսիկան։ Մարդասիրական օգնություն առաքելու մասին տեղեկացրել է նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ ՄԱԿ-ի միջազգային ծովային կազմակերպությունը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը, երբ նավերից մեկը հաղորդել է հարձակման մասին, հայտնում է Reuters-ը։ Թայվանի Evergreen Marine ընկերությունը ուրբաթ հայտարարել է, որ Օմանի մոտակայքում անհայտ օբյեկտով հարվածել են իր նավերից մեկին, որը շարժվում էր բրիտանական ռազմածովային գործակալության առաջարկած երթուղով։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել է, որ նավը խոցվել է, քանի որ նրա երթուղին չէր հաստատվել Իրանի կողմից։ Ըստ Reuters-ի միջադեպը մտահոգություններ է առաջացրել, թե արդյոք կպահպանվի Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին նախնական համաձայնագիրը։ Միացյալ Նահանգների կառավարությունը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։ Նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ եթե Իրանը չպահպանի պատերազմը դադարեցնելուն եւ նեղուցի վերաբացմանն ուղղված պայմանավորվածությունները, Միացյալ Նահանգները հավանաբար կվերսկսի ռազմական գործողությունները։ Միաժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով անցնելիս միայն Իրանի նշանակած երթուղին է անվտանգ առևտրային նավերի համար։ Կառույցն անընդունելի եւ խիստ վտանգավոր է որակել Օմանի ափերի մոտով անցնող նոր հայտարարված երթուղին, ընդգծելով, որ այն ներդրվել է առանց Իրանի իշխանությունների իմացության կամ նրանց հետ համակարգման։ Հայտարարության մեջ զգուշացվել է, որ նշանակված երթուղիներից դուրս շարժվող ցանկացած առևտրային նավ կմտնի արգելված եւ պոտենցիալ վտանգավոր տարածքներ։ Միաժամանակ նշվել է, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հետ համակարգումը պարտադիր է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար եւ պետք է իրականացվի ռադիոկապի միջոցով։ ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ այդ կանոնակարգերը խախտող ցանկացած նավ կբախվի համապատասխան գործողությունների։ Իսրայելն իր զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավից, քանի դեռ Հեզբոլլահը չի զինաթափվել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դավիթ Մենսերը լրագրողների հետ ճեպազրույցում։ Հայտարարությունը հնչել է Վաշինգտոնում Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելի եւ Լիբանանի միջև ընթացող բանակցությունների ֆոնին։ Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անդրադարձել է միջազգային դաշնակիցների հետ առաջացած տարաձայնություններին, նշելով, որ հակամարտության ընթացքում Միացյալ Նահանգները ժամանակավորապես դադարեցրել էր զինամթերքի մատակարարումները։ Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախազգուշացրել են Թեհրանին։ Նեթանյահուն կրկնել է իր նախկին խոստումը թույլ չտալ, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք, հայտարարելով, որ հոշագրով թե առանց դրա Իրանը չի կարողանա միջուկային ռումբ ստեղծել, քանի դեռ ինքը պաշտոնավարում է։ Կացն էլ հայտարարել է, որ եթե Իրանը փորձի միջամտել, Իսրայելը կպատասխանի ռազմական հարվածով։ Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ 7 Իսկանդեր-M բալիստիկ հրթիռ եւ 189 անօդաչու թռչող սարք են արձակել։ Այդ մասին նշված է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության մեջ։ Ըստ տվյալների խոցվել է 177 թիրախ, 3 հրթիռ եւ 174 անօդաչու թռչող սարք։ Ավելի վաղ Պոլտավայի մարզի իշխանությունները հայտնել էին Կրեմենչուկին ուղղված հարվածի մասին, գրանցվել են հրթիռներով եւ դրոններով հարձակումներ արդյունաբերական օբյեկտների վրա։ Ըստ ուկրաինացի զինվորականների ռուսական ուժերը Կիևի եւ Պոլտավայի մարզերի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ են արձակել Ռուսաստանի Բրյանսկի եւ Կուրսկի մարզերից։ Անօդաչու թռչող սարքերն արձակվել են Ռուսաստանի Կուրսկ, Օրիոլ, Բրյանսկ, Պրոմորսկո-Ախտարսկ քաղաքներից, ինչպես նաեւ գրավված Դոնեցկից եւ Գվարդեյսկից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է 12 շրջանում Մոսկվայում, Ղրիմում եւ Սև ու Ազովի ծովերում 660 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Տուլայի մարզում հերթական հարձակման է ենթարկվել Ազոտ քիմիական գործարանը։ Տեղի բնակիչները հայտնել են քաղաքում բազմաթիվ պայթյունների, օդում ամոնիակի տարօրինակ հոտի եւ էլեկտրաէներգիայի անջատումների մասին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է ԱԹՍ-ների 47 հարձակման մասին։ Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո եւ Շերեմետևո օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ Ղրիմում եւ Սևաստոպոլում արտակարգ դրություն է մտցվել։ Տեղի իշխանության տվյալով նպատակը տնտեսական դժվարությունների դեմ պայքարն է։
Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Մինսկում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ներկայացուցիչների հետ։ Ես նրանց ուղիղ ասել եմ՝ տղաներ, փոխանցեք ձեր նախագահին։ Եթե նա կարծում է, որ կարելի է այսպես խոսել մեզ հետ եւ մեզ ներքաշել պատերազմի մեջ, ապա նա պետք է հասկանա, որ պատերազմի որակը միանգամից կփոխվի։ Այս պատերազմը բոլորովին այլ կլինի։ Ուստի եկեք պայմանավորվենք, ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով Բելարուսին պատերազմ պետք չէ։ Մեզ մեր հողերն են բավարար, մեր տնտեսությունն է բավարար, խնդիրներն են բավարար, ասել է Լուկաշենկոն։ Հունիսի 19-ին Ուկրաինայի նախագահը վերջնագիր էր ներկայացրել նրան, պահանջելով հեռացնել ռուսական վերահեռարձակող կայանները Բելարուսի սահմանից, հակառակ դեպքում Ուկրաինան ինքը կանի դա։ Հունիսի 24-ին Զելենսկին ասել էր, որ դրանք արդեն դադարել են աշխատել։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինան ուժեղ դիրք է զբաղեցնում մարտի դաշտում։ Նա Ռուսաստանին կոչ է արել սառեցնել շփման գիծը եւ վերադառնալ Կիևի հետ բանակցություններին։ Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում։ Կիևին եվրոպական աջակցությունն անսասան է, ասել է Մերցը Գդանսկում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովում։ Կանցլերը նշել է, որ 7-ի խմբի գագաթնաժողովից հետո եվրոպական երկրների եւ Միացյալ Նահանգների միջև պահպանվում է միասնությունն Ուկրաինայի հարցում։ Եվ այսօր մենք հստակ ուղերձ ենք հղում Ռուսաստանին։ Եկել է բանակցությունների մեջ մտնելու, առաջնագիծը սառեցնելու եւ սպանությունները դադարեցնելու ժամանակը, հավելել է Մերցը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։